1915 թվականի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է։ Այդ օրը սկսվեց մի գործընթաց, որը հետագայում դարձավ հայոց ցեղասպանություն։ 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունը, նույն ինքը մեծ Թուրքիան որոշում է կայացնում, թե ինչպես պետք է Հայաստանի միջով ճանապարհ բացեն դեպի Մեծ Թուրանի կառուցում, արևելյան հատվածում։ Մեծ Թուրքիան, նույն ինքը Թուրքիան, Օսմանյան կայսրությունը որոշում է կայացնում մի սարսափելի բան ունել, ուղղակի այդ ամեն ինչի գործընթացը հեշտացնել և հայերին բնաջնջել, այսինքն ցեղասպանություն անել։ Այդ ամեն ինչը տեղի ունեցել առանց պատճառ։ Հայերը խաղաղ ապրելով, նրանք խոչընդոտեցին նրանց բնակավայրը և սկսեցին ցեղասպանությունը։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսեցին հայ ժողովրդի զանգվածային ձերբակալություններն ու տեղահանումները։ Այդ օրը առաջին հերթին ձերբակալվեցին հայ մտավորականները, գրողները, բժիշկները, ուսուցիչները և հասարակական գործիչները։ Շատերը սպանվեցին, իսկ մյուսները ուղարկվեցին հեռավոր վայրեր, օրինակ անապատներ, որտեղ նրանց սպասում էր մահը։ Այդ գործողությունները միայն պատահական բռնություններ չէին, դրանք կազմակերպված և համակարգված գործընթաց էին, որն իրականացվում էր Օսմանյան կառավարության որոշ ղեկավարների կողմից։ Այդ բնաջնջումը հայերից կազմակերպիչները երեքն էին, հետևյալ կազմակերպիչները՝ Էմիլ Փաշա, Ջեմալ Փաշա և Թալիաթ Փաշա։ Նրանց քաղաքականությունը նպատակ ուներ հայ բնակչությունը հեռացնել իրենց պատմական հայրենիքից։ Այդ ժամանակ հազարավոր ընտանիքներ ստիպված էին թողնել իրենց տները, մարդիկ քայլում էին երկար ճանապարհներ, առանց սննդի, առանց ջրի, առանց որևէ օգնության և ապրելու հնարավորության։ Շատերը այդ ճանապարհին մահանում էին սովից, հիվանդությունից կամ բռնություններից։ Միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքերը, մոտ 1,5 միլիոն հայ մահացավ ցեղասպանություններից։ Եվ այդ տանջանքներին, ովքեր որ հազարից մի քանիսը դիմանում էին, նրանք նույնպես ամենավերջում տանջված, հասած իրենց կյանքը փրկված Մեծ Թուրան, նույնպես սպանվում են Մեծ Թուրանի կողմից։ Հայոց ցեղասպանությունը դարձավ 20-րդ դարի ամենամեծ մարդկային ողբերգություններից մեկը։ Այն ոչ միայն ֆիզիկական կորուստ էր, այլ նաև մշակութային ու պատմական մեծ ցավ հայ ժողովրդի համար։ Տասնամյակներ անց 1967 թվականին Երևանում կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Այն ստեղծվեց մարդկանց համար, ովքեր զոհվել են այդ տարիներին։ Այսօր Ծիծեռնակաբերդը դարձել է ամբողջ հայ ժողովրդի հիշողության և հարգանքի խորհրդանիշը։ Այստեղ մարդիկ ամեն տարի այցելում են, ծաղիկ դնում և հիշում զոհերին։ Հավերժական կրակը, որը վառում է այնտեղ, խորհրդանշում է, որ այդ հիշողությունը երբեք չի մահում։ Մենք հիշում ենք 1915 թվականի կատարված ոչլագործությունը հայերի դեմ, ոչ միայն որպես պատմական իրադարձություն, այլ որպես մարդկային ցավ, որը պետք է դաս լինի բոլորիս համար, որպեսզի նման ողբերգություններ էլ չկրկնվեն։ Հիշողությունը դա մեր ուժն է, և մենք պարտավոր ենք այն փոխանցել հաջորդ
սերունդներին։ Նեմիսիս գործողությունը սկսվեց 1920 թվականին։ Սա գաղտնի գործողություն էր, որը կազմակերպել էր հայ ազգային շրջանակների կողմից հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ցեղասպանությունից հետո շատ մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ ծանր իրադարձությունների համար, նրանք, ովքեր զոհ են դարձել իրենց ընտանիքով, պահանջեցին չէին կանգնել դատարանի առաջ։ Այդ պատճառով ստեղծվեց Նեմիսիս գործողությունը, այսինքն չեն կանգնել դատարանի դիմաց։ Իրենց ողբերգությունից հետո նրանք գիտեին, թե Օսմանյան կայսրությունը, նրանք իմացան, որ չեն կարողանա ամբողջ հայ ազգին, հայ մշակույթը վերացնել, բնաջնջել։ Այդ գործընթացը եթե չստացվեր, հայերը նման մի բան կկազմակերպեր, որպեսզի այդ վախկոտներին պատժեր։ Նեմիսիս գործողությունը որպես արդարության փորձ միջազգային արդարադատության բացակայության պայմաններում էր։ Գործողության ընթացքում հատուկ խմբեր հետևում էին և իրականացնում գործողություններ այն անձանց դեմ, ովքեր կապված են ցեղասպանության կազմակերպման հետ։ Նեմիսիսը տևեց մոտ մինչև 1922 թվականը և դարձավ պատմական կարևոր գրվան, որը շատերը կապում են արդարության և վրեժի գաղափարի հետ։ Այս գործողության անունը վերցրվել է հին հունական Նեմիսիս աստվածուհուց, որը խորհրդանշում էր արդարություն և պատիժ։ Նրանք են ցեղասպանության կազմակերպիչները երեքը, ովքեր պատժվեցին և մահացան հայերի ծանր վշտից հետո։ Թալիաթ Փաշա ամենակարևոր դեպքը։ Թալիաթ Փաշան համարվում էր Օսմանյան կառավարության այն ղեկավարներից մեկը, ում անունը կապվում է 1915 թվականի իրադարձությունների համակարգման հետ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա հեռացել էր Օսմանյան կայսրությունից և ապրում էր գաղտնիության պայմաններում Եվրոպայում։ 1920 թվականին Բեռլինում նրան հետևում էր Սողոմոն Թեհլերյանը։ Թեհլերյանը նրան ճանաչում է փողոցում և իրականացնում գործողությունը, որը դառնում է Նեմիսիսի ամենահայտնի դեպքը։ Հետագայում, երբ 1921 թվականին սպանում է Թեհլերյանը Թալիաթ Փաշային, այդ դեպքից առաջ նա գիտեր, իր մայրը նրան ասել էր, որ Թալիաթ Փաշան ընտանիքին զոհ է դարձրել։ Թալիաթ Փաշան հրաման է տվել կոտորել իր ամբողջ գերդաստանը և ընտանիքը։ Իսկ Թալիաթ Փաշան, որ կազմակերպել էր այդ ամեն ինչը, դրա վերաբերյալ Թեհլերյանի մայրը ասում է. «Եթե դու գիտես, որ Թալիաթ Փաշան այս պահին Բեռլինում է գտնվում, ու դու ոչինչ չես անում, այլևս դու իմ որդին չես»։ Ինչու մայրը որդու մասին այսպիսի բան մտածեց և ասեց, որովհետև նա ճիշտ էր ասում։ Այդ ամեն ինչը շատ սարսափելի է, երբ քո գերդաստանը սպանում են, կոտորում են։ Գերդաստանը սպանելուց հետո ոչ մի թել չես ունենա, որ դու կապված լինես Հայաստանի հետ։ Այդ ամենից հետո հետագայում Թալիաթ Փաշային սպանելուց հետո տեղի է ունենում դատավորություն, որտեղ Թեհլերյանը բացատրում է իր գործողությունը, իր վիշտը։ Նա ասում է. «Պարոն դատավոր, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։
Թեհլերյանը բացատրում է իր գործողությունը կապված իր ընտանիքի, վշտի և ժողովրդի կորուստների հետ։ Դատարանը հաջողությամբ նրան արդարացնում է։ Բեհայեդդին Շաքի ամենակարևոր կազմակերպիչներից մեկը։ Շաքիրը համարվում էր Օսմանյան միություն և առաջադիմություն կոմիտեի ազդեցիկ անդամներից մեկը։ 1922 թվականին նա հայտնաբերվում է Բեռլինում և սպանվում Նեմսիս գործողության շրջանակում։ Նրա անունը կապվում էր ցեղասպանության քաղաքական որոշումների հետ նույնպես։ Ջեմալ Ազմին նախկինում զբաղվել էր բարձր պաշտոններ և համարվում էր տեղական վարչակազմի ազդեցիկ դեմքերից։ Նա նույնպես հայտնաբերվում և սպանվում է 1922 թվականին Բեռլինում, որպես Նեմսիս գործողության մաս։ Սաիդ Հալիմ Փաշան նախկին վարչապետ է Օսմանյան կայսրությունում։ Նա ապրում էր Աքսորում, Եվրոպայում և 1921 թվականին սպանվում է Հռոմում։ Ընդհանուր իմաստը Նեմսիս գործողությունը տևեց մինչև 1926-22 թվականը և դարձավ պատմական պատասխանատվության փորձ և մարդկանց վշտի տանջը թողեց որոշ չափով։